Ընկերներ ողջույն, Շաբոյան լաբը վերադառնում է, գիտեմ երկար եք սպասել, այն ոդկասթը, որ արեցինք շաբաթներ առաջ, լայն արձագանք ունեցավ, շնորհակալություն լավ մեկնաբանությունների համար, եթե ցանկանում եք այսպիսի հետաքրքիր թեմաներ, որպեսզի շատ լինեն մեր ալիքում, բաժանորդագրվեք, դրանով շատ եք օգտելու մեզ, նաև հավանեք եւ իհարկե կիսվեք մեկնաբանություններով, ձեր կարծիքը նույնպես հետաքրքիր է, մենք շարունակում ենք, հիշեցնեմ իմ հյուրը Էդուարդ Համբարձումյանն է, Իսատեկ ընկերության մարտական շահագործման ինժեներ, սպա, որը մասնակցել է Արցախյան պատերազմին եւ կրվել է ջրականում ու ականատեսի աչքերով պատմում է այն ամենը, ինչ տեղի է ունեցել, այն իրականը, ինչ տեղի է ունեցել։ Ողջույն Էդգար։ Բարև ձեզ։ Անցնենք երկրորդ մասին, վստահ եմ դու էլ տեսել ես, որքան շատ են արձագանքները եւ որքան շատ են այն մեկնաբանությունները, երբ է լինելու երկրորդ մասը։ Մենք ունենալու ենք նաեւ երրորդ մաս, հետեւաբար ինչից ենք խոսելու երկրորդ մասում։ Շատ լավ, Էրնեստ ջան, ես կուզեի այսօր անդրադառնանք հենց ջրականի 9-րդ պաշտպանական շրջանին, ինչու, որովհետև տեսեք նախորդ հաղորդման մեկնաբանություններում եւ առհասարակ այդ արձագանքը քանի որ մեծ էր եղել, մարդիկ անդրադառնում էին առհասարակ այսպիսի մի թեմա է պատտվում, որ հիմնական հարձակման ուղին քանի որ եղել է ջրականի ուղղությամբ եւ այսպես ասեմ ջրականի 9-րդ պաշտպանականի սխալների պատճառով է այդ ամբողջ ճեղքումը իրականացել, հակառակորդը կարողացել է ճեղքել պաշտպանությունը, քանի որ մեր անձնակազմը լավ չի կռվել, պատրաստ չի եղել։ Ես ասեմ, որ նաև մեր հաղորդման վերնագրի մեջ ջրականի անկում կար երկիմաստություն, այսինքն իրականում դա ընդհանրապես մարդկանց ուշադրություն գրավելու համար է այդ ամեն ինչը։ Այսօր մենք շատ մանրամասն կուսումնասիրենք հենց ջրականի քարտեզը Google Earth ծրագրով, որը որ ցանկացած ունկնդիր կարող է միացնել ինքնուրույն, դնել հոկտեմբերի 3-ի վրա այդ սեկտորը, ես հիմա էկրանում դա դեմոնստրացիա կանեմ, եւ կարող եք ընդհանրապես 10-15 րոպեվա ընթացքում տեսնել, թե հակառակորդը ինչպիսի զինտեխնիկա է կիրառել, ինչ խտությամբ է նրա հրետանին կրակ վարել, ինչպես նաև ինչպիսի բարի բուն իմաստով փառահեղ կռիվ են տվել մեր տղերքը եւ որքան տեխնիկա է ոչնչացվել հակառակորդի կողմում։ Ես ուզում եմ այսօր այս հաղորդման շրջանակներում մարդկանց փաստացի ցույց տալ, որ նույնիսկ հակառակորդի հետ 5-1, 6-1 հարաբերակցության դեպքում մենք անտանելի կորուստներ ենք նրան պատճառել։ Եվ մարդկանց մոտ ճիշտ տպավորություն լինի, քանի որ գիտեք ինչ, լրատվականները ու առհասարակ հասարակությունը շատ է սիրում կենտրոնանալ, կռվեցին, փախան, չկռվեցին, կներեք, փախան, տվեցին, այսօր կուսումնասիրենք միասին, էկրանով կտեսնենք, թե իրոք տվել են, թե ֆանտաստիկ գործողություններով արդյունք են գրանցել։ Դե գնանք, սկսենք սկզբից։ Շատ լավ։ Քարտեզը հիմա կմոտեցնեմ, դե սա մեր մոլորակն է, մոտեցնենք, տեսնենք Հայաստանն է։ Իդեպ այս ամենը կարող է ցանկացած ունկնդիր անել, այսինքն մոտենում ենք քարտեզում Լալեթեփե դիրքի մոտ, Լալեթեփե դիրքը, եթե կհիշեք, 2016 թվականին հակառակորդը գրավել էր արդեն։ Լավ, մի փոքր հեռվից ուսումնասիրենք քարտեզը։ Այս կապույտ գիծը, որ տեսնում եք, սա մեր պաշտպանական բնագիծն է։ Իդեպ մի կարևոր լրացում անեմ, որ ես գույներին շատ մեծ ուշադրություն չեմ տալիս, քանի որ սա հենակետի ուրվագիծ չէ, այսինքն սա պաշտոնական փաստաթուղթ չէ, այլ սա ես ուղղակի անձամբ ինքս եմ իրականացրել այս նշումները քարտեզի վրա, հակառակորդին ես նշել եմ կարմիր, որովհետև կարմիրը իմ կարծիքով ավելի բացասական տպավորություն է թողնում, մեր դիրքերը եւ մեր անձնակազմը եւ մեր տեխնիկան նշել եմ կապույտով։ Սպիտակ գույնով նշվածները դա մեր կողմից հակառակորդի խոցված տեխնիկան է։ Հիմա դա նույնպես մանրամասն կուսումնասիրենք եւ մնացած նշումները արդեն ընթացքում կանենք։ Սա մեր պաշտպանական բնագիծն է եւ այս կարմիրը, եթե կարող եք տեսնել, հակառակորդն է իր մեծականակ տեխնիկայով, մեծականակ հրետանային միջոցներով եւ հսկայական քանակի անձնակազմով։ Ավելի մանրամասն դա կուսումնասիրենք։ Մենք նախորդ ոդկասթում վերջացրինք ջրականի գնդի գրավմամբ, չէ՞, այսինքն երբ Տշտամին գրավեց ջրականի գունդը, այսինքն մենք պետք է շարունակենք
այդտեղից թե ներկայացնում ենք ընդհանուր այդ ընթացքում մենք ինչքան կորուստներ ենք պատճառել։ Էրնեստ ջան, քանի որ մարդկանց կողմից ընկալվում է, որ մենք շարունակաբար նահանջել ենք, մենք չենք կռվել, ես ուզում եմ մարդկանց մոտ ճիշտ տպավորություն լինի։ Տեսեք, այս քարտեզը, այսինքն Արբանյակի լուսանկարները ես չեմ անձամբ արել, ուստի ես չեմ կարող խաբել, ֆոտոշոփ անել կամ ինչ որ իրականությանը անհամապատասխան բաներ ներկայացնել։ Կրկնում եմ, յուրաքանչյուրը կարող է մոտենալ լելեթեփե դիրքից դեպի աջ գտնվող հատվածում հաշվել անձամբ ու կտեսնեք, ես հիմա թիվը չեմ ասի, մենք անձամբ միասին հաշվելու ենք։ Մեր կողմից հակառակորդի խոցված տեխնիկան։ Ես ուզում եմ, որպեսզի մարդկանց մոտ ճիշտ տպավորություն ստեղծվի։ Իսկ ինչ վերաբերվում է հոկտեմբերի 4-ին ջրականի գնդի անկմամբ, նշեմ, որ մինչև հոկտեմբերի 4-ը, այսինքն հոկտեմբերի 3-ի 4-ի լուսադեմ 9-րդ պաշտպանական շրջանն է պատասխանատվություն կրել ջրականի շրջանի պաշտպանության համար։ Ամսի 4-ից հետո մեր անձնակազմը այդ պատասխանատվությունը չի կրել։ Դա արդեն առանձին հրաման է եղել եւ այդտեղ արդեն ուրիշ անձնակազմեր պետք է գային, բացազատվեն եւ իրականացնեն այդ տարածաշրջանի պաշտպանությունը։ Մենք ամսի 3-ի լուսադեմ քաշվել ենք Դաշկասան, այսինքն մեր հայտնի Արալեր, որ մեր պաշտպանական բնագիծը փոխել ենք այդտեղ։ Եվ ամսի 4-ից արդեն ուրիշ անձնակազմ այդտեղ պետք է կրվեր։ Իսկ հիմա, եթե այստեղ կտեսնեք, մոտիկից նշված է սկզբից ամիսը, հետո օրը եւ 2020 թվական, այսինքն հոկտեմբերի 3-ը 2020 թվական։ Սա ջրականի անկումից ընդամենը մի քանի ժամ առաջ է կարելի է ասել։ Եվ նաեւ կուսումնասիրենք, թե հակառակորդը արդյոք կարողացել է մխրճվել մեր պաշտպանական բնագիծ, ինչը նշանակում մխրճվել է, ճեղքել է, շատ ավելի մանրամասն հիմա կուսումնասիրենք։ Շատ լավ, ես եւս մեկ անգամ հիշեցնեմ բոլոր նրանք, ովքեր կփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, քաղաքականացնել, չգիտեմ, անձնավորել, հասցեավորել, իրականում մի փորձեք, որովհետեւ այս շարքի իմաստը դրանում չէ, նպատակը այլ է։ Մենք ոչ մի գաղտնի բան ցույց չենք տալիս, նոր Էդգարն էլ նշեց, նպատակը ցույց տալ, թե ինչպես են կռվել 18-20 տարեկան երեխաները, հասարակ զինվորները, սպաները եւ այդ դաշտ նետված կեղծ թեզերը, որ չեն կռվել եւ այլն, ցանկացած պատերազմի ժամանակ լինում են նման բաներ, բայց ուղակի պիտակավորել առանց հասկանալու եւ տարածել, հատկապես մեդիա դաշտը լի է չճշտված ինֆորմացիաներով, տեղեկատվությամբ, նպատակը դա է, հետեւաբար նորից եմ ասում, ոչ մեկ թող չփորձի պղտոր ջրում ձուկ որսալ։ Ճիշտ եմ։ Այո, Էրնեստ ջան։ Այսպեսի մի հարց ունեմ, Էրնեստ ջան, դու տեղյակ ես գնդում մոտավորապես անձնակազմի քանակը որքան է լինում։ Դու էլ ծառայել ես, երևի պատկերացում ունենաս։ Իհարկե։ Շատ լավ։ Մեր 9-րդ պաշտպանականի անձնակազմը 1500-ից 1600 հոգի է եղել։ Մենք մեր 9-րդ ՊՇ-ին պատկանել է ընդամենը 10 տանկ։ Մենք մեր օգտագործման համար, կարելի ասել պաշտպանության համար ունեինք ընդամենը 10 տանկ։ Եկեք նախքան հակառակորդի զրահատեխնիկային անցնելը ուսումնասիրենք հակառակորդի հրետանին, հակառակորդի համազարգային միջոցները եւ տեսնենք, թե 18-ից 20 տարեկան երիտասարդ դեռ կյանքը չտեսած, դեռ, այսպես ասեմ, կյանք չմտած երիտասարդ տղաները ինչպիսի պայքար են տվել այս ամբողջ անձնակազմի դեմ։ Եկեք ուսումնասիրենք հիմա հակառակորդի ինչպիսի տեխնիկա եմ ես այստեղ գտել։ Սկսենք մեր դիրքերից 101-ից դեպի 108 ընկածը մեր երկրորդ գումարտակի 6-րդ վաշտն է պաշտպանել, այսինքն այն վաշտը, որտեղ որ ես եղել եմ դասակի հրամանատար։ Անցած անգամ մենք այստեղ մանրամասն ցույց տվեցինք մեր թե ինչպես ենք մենք շրջափակումից դուրս եկել, բարձրացել ավելի բարձրադիր վայրեր, որպեսզի իրականացնենք պաշտպանությունը, տեսեք 108 դիրքի հետին մասում հին 108 է կոչվում։ Այստեղ 3 տեխնիկա ունենք։ Սա արդեն առանձին կհաշվենք զրահատեխնիկայի հետ կապված։ Նույնը այստեղ։ Բրեմ կոչվածը դա ինժեներական միջոց է, որը նաև էվակուացիայով է զբաղվում տեխնիկաների, այսինքն հակառակորդը, ես ի դեպ այստեղ փոքրիկ վիդեո կտեղադրեմ 108-ից հենց, որտեղ որ նշվում է, որ 109-ի եւ 111-ի արանքը 10-ից ավել տեխնիկա կա։ 111, 109-ի 110-ի արանքը 10 քանի հատ տեխնիկա կա կայնած։ Դա հենց ռադիոկապով հնչում է այդ ամեն ինչը։ Սա այդ խոցված տեխնիկան է 18, 19, 20 տարեկան երիտասարդների կողմից։
Տեսեք, ժամը 6:20, երբ առաջին հետախուզական ԱԹՍ-ն բարձրացավ մեր դիրքերի ուղղությամբ, մոտ մի 15-ից 20 րոպե հետո այստեղ ինժեներական մեքենաներ մոտեցան եւ այս իրենց կոշով այս հողը փորելով տանկերը մխրճվեցին դեպի մեր Սա պատերազմի առաջին օրն է։ Սա պատերազմի երրորդ օրն է, երրորդներից եք, պատերազմի 7-րդ օրն է քարտեզով, քանի որ քարտեզով հետ եմ գնում, առաջին օրը ցույց չի տալիս։ Սա այսինքն այն հիմնական գործողությունների թատերաբեմն է, այսինքն ամբողջը ձեր աչքի առջև է այստեղ, արդեն կատարվել է։ Սա լելեթեփե դիրքն է, տեսեք։ Ինչպես նաև կարող եք մոտեցնել եւ նույնիսկ տանկային շարժը տեսնեք, տանկերի ցեփերի ուղղությունն էլ էստեղ կա, շատ հանգիստ նույնիսկ անզեն աչքով այդ ամեն ինչը կարող եք տեսնել։ Ինչպիսի հետաքրքիր տեխնիկա ուներ հակառակորդը, նա այստեղ հրետանային միջոցներ էր տեղակայել, տեսեք դեռ ամրակցված են մեքենաներին հրետանային միջոցները, նույնը այստեղ D30 հրետանային միջոցներն են այստեղ։ Այստեղ կարող եք տեսնել T80 տանկերից բաղկացած տանկային վաշտ, որը դեռ պատրաստվում է մեր պաշտպանական բնագիծ մխրճվել։ Սա եթե չեմ սխալվում T72 Aslan տանկերն են, մոդիֆիկացված։ Ինչպես նաև տանկերի եւ այլ զրահատեխնիկայի կուտակում ունենք այստեղ։ Սա հակառակորդի զորամասերից մեկն է, որը մենք մեր հրետանով ոչնչացրել ենք, ինչպես նաև այստեղ տեխնիկա ենք խոցել։ Հաջորդ տանկային շարասյունը T90 տանկերից բաղկացած կարող եք տեսնել լելեթեփե դիրքից դեպի, եթե այս ուղղությամբ ենք նայում, դեպի արևելք։ Ընկերներ, ավելի հետաքրքիր հաղորդումների համար մենք բաց ենք, դուք կարող եք կոմենտերում գրեք ձեր առաջարկած թեմաները եւ ավելի հետաքրքիր տեսանյութեր ունենալու համար բաժանորդագրվեք, լայքեք, հավանեք եւ նաեւ կարող եք մեզ աջակցել Patreon-ում, տվյալները կլինի արդեն մեկնաբանություններում, մենք բաց ենք նաեւ համագործակցության համար, եթե կլինեն իհարկե պրոդուկտներ, որոնք ցանկանաք գովազդել մեր եթերում, հեռախոսահամարը կլինի նույնպես մեկնաբանություններում։ Մենք շարունակում ենք։ Շարասյունը նայեք։ Ես հարց եմ ուզում տալ, տես, դու նախորդ անգամ էլ նշեցիր, որ զեկուցել ես եւ ոչ միայն դու, զորաշարժ կա, տեխնիկային կուտակում եւ այլն։ Այսինքն շատ լավ հասկանալով, որ հսկայական քանակի զորք զինտեխնիկա է թշնամին կուտակում, կարող էինք ենթադրել, որ սա բլիցկրիգի նման բան է լինելու եւ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, չգիտեմ, ռազմաքաղաքական չասեմ, լավ, նույն դիվիզիայի ղեկավարությունը, հրամանատարությունը ինչ միջոցներ էր կիրառելու, այսինքն 10 տանկով ինչպես ենք դիմակայելու։ Սա ստացվում է, այսինքն դու բաց ձեռքերով դուրս ես գալի մարտի մի ամբողջ բանակի դեմ, չունենալով ոչ մի բան։ Էրնեստ ջան, ես ինչքանով տեղյակ եմ, մեր վերադաս հրամանատարությունը դիվիզիայի մասին է խոսքը, չեն ենթադրել, այսինքն պատերազմի լայնամասշտաբ գործողությունների, պատերազմական գործողությունների հավանականությունը գրեթե 30% է եղել։ Այսինքն նույնիսկ զորամասը պահպանությունից պաշտպանություն անցած չի եղել։ Գիտեք ինչ, ինքնագլուխ որոշումներ գնդի հրամանատարը չի կարող կայացնել, որովհետև ցանկացած քո կայացրած որոշում, հետո դու դրա համար պատասխան ես տալիս։ Իհարկե, ես նկատի ունեմ, ավելի բարձր դիվիզիա, չգիտեմ, գլխավոր շտաբ։ Մենք այդպիսի հրաման չենք ստացել։ Մենք առաջին первая готовность ենք ստացել սեպտեմբերի 26-ին, երբ ես մարտական հերթապահության էի բարձրացել երկրորդ անգամ, իսկ հաջորդ օրը պատերազմը առավոտյան սկսվեց։ Ինժեներական գործողությունները հակառակորդը սկսվել է դեռ նախորդ մարտական հերթապահության ժամանակ, այսինքն դեռ, չգիտեմ, 15-16 օր առաջ։ Ուստի, չգիտեմ, այդ ամեն ինչը պետք է երևի ապահովեր հետախուզությունը։ Դե հասկանալի է, հետախուզությունը, այո։ Անցնենք առաջ։ Այո, այսպես տանկային կուտակումը դուք այստեղ տեսաք T90-ներով, իսկ որտեղից էր հակառակորդը իր տեխնիկան բերում առաջ։ Տեսեք։ Այստեղ ինչպես նաև կարող եք տեսնել պիկապներ։ Եթե մենք մեր անձնակազմը փորձում էինք տեղափոխել Ուրալներով, որը որ
իհարկե բեռնափոխադրության տեսանկյունից շատ արդյունավետ է եւ բավականին մեծ զենք զինամթերք կարող է մեջը տեղափոխել 25-ից ավել անձնակազմ, սակայն դա շատ ծանրաքաշ է այդ մեքենան ու ԱԹՍ-ի համար շատ հեշտ խոցելի թիրախ է։ Իսկ ինչ վերաբերում է պիկապներին, որոնք 120-150 կմ/ժ արագությամբ հակառակորդի թիկունքից մխրճվում էին դեպի մեր պաշտպանական բնագիծ, իրենց բորտում ունեին 6-ից 7 հոգանոց անձնակազմ։ Զգում զրահապատ։ Չգիտեմ, ես այսպիսի մի բան եմ լսել, որ նույնիսկ պատերազմից առաջ ներքին գործերի նախարարությունը Ադրբեջանի բոլոր քաղաքացիական պիկապ մեքենաների հավաքագրում է իրականացրել։ Այսինքն ես գյուղացի եմ, պիկապ ունեմ, ինձ հայտարարություն է գալիս, ես պետք է Հա, խոսքը միայն պիկապների մասին է, ցիգր զրահամեքենաների մասին չի։ Այո, դեռ ուղղակի քաղաքացիական պիկապների մասին է։ Այսինքն, երբ որ մենք Ուրալով մինչև մեր անձնակազմը կհասցնեինք տեղ, կբացազատեինք, այդ ամեն ինչը կդատարկեինք, ինքը շատ արագ լույսի արագությամբ գալիս էր, պիկապով թողնում էր անձնակազմը, գնում էր մյուսներին բերելու։ Սա եւս մեկ անգամ շատ կարևոր դրվագ է հետագայում մեր բանակում բարեփոխումներ իրականացնելու համար։ Այսինքն անձնակազմը սրընթաց բացազատելու համար այսօրվա հասարակ 4x4 մեքենան շատ ավելի արդյունավետ է, քան Ախր մենք խոսում ենք բաներից, որը շատ պրիմիտիվ է։ Շատ դեպքերում, չգիտեմ, նախորդ դար ասեմ, միտում ասեմ, ոչ միտում ասեմ եւ ռուսերեն բառ կա, հա, խալատնեստ։ Եթե մենք այստեղ նստած հասկանում ենք, որ տրամաբանորեն դրանք ավելի հեշտ են օգտագործում, ավելի արագ են, իսկ Ուրալները ոչ, բա այդ դեպքում ակադեմիաներ ավարտած մեր գեներալներն ինչ էին մտածում։ Էրնեստ ջան, բանակում բարեփոխումներ անելը բավականին մեծ ու բարդ պրոցեդուրա է։ Ուստի ամեն մեկը պատրաստ չէ իր պաշտոնավարման ժամանակ բարեփոխումներ անել, քանի որ հնարավոր է իր պաշտոնավարման ժամանակ այդ բարեփոխումների ավարտը ինքը չտեսնի։ Այսինքն, եթե դու անում ես հայրենանվեր գործ, դու չես մտածում, որ դու 4 տարուց այդ պաշտոնին չես լինելու։ Դու այդ պարտականությունը քո վրա կվերցնես, կասես ոչինչ, ես չեմ անի, ես չեմ հասցնի։ Ինձանից հետո եկող պաշտոնյան դա կավարտի, իմ երեխեն չի տեսնի, թորս կտեսնի այդ բարեփոխումը։ Ցավալի բաներից ենք խոսում, բայց չշեղվենք, իհարկե։ Ամեն անգամ գայթակղում են այս հարցերը, բայց խոստանում այլևս չշեղվենք։ Այո, նորմալ է, Էրնեստ ջան, ես հասկանում եմ։ Լավ, շարունակենք։ Տեսեք, այստեղ տանկային կուտակվածությունը տեսանք, պիկապներից նաև խոսեցինք, սա արդեն հակառակորդի թիկունքային մասն է, տեսեք։ Այստեղ ոչինչ ցույց չի տալիս, բայց եթե մենք փոխում ենք հոկտեմբերի 30, այստեղ արդեն կարող եք տեսնել գրադ համազարգային միջոցներ։ Նույնը այստեղ, տեսեք, պուսկավոյ ուստանովկեքը, քանի որ սկսել են աշխատել, այստեղ հողը մի փոքր այրված է։ Նույնը այստեղ, այսինքն հասցրել նահագին նույնիսկ համազարգով կրակել մեր ուղղվածությամբ։ Հետո նույնը D30-ը հակառակորդը տեղափոխել է արդեն այստեղ իր մարտկոցները։ Նույնը այստեղ։ Դանայի համար փորված դիրքեր են։ Դանան իդեպ մոբիլ հրետանային կայանք է, որը չեխական արտադրության է եւ տրամաչափը 152 մմ-անոց է։ Դրա համազարկով հակառակորդը հսկայական կորուստներ էր կարողանում պատճառել։ Հիմա դա ավելի մոտիկից կուսումնասիրենք։ Մոտենանք այստեղ, տեսեք, այստեղ իրականում ի սկզբանե հոկտեմբերի 3-ի դրությամբ եղել է գրադի BM21-ի դիրքեր։ Այստեղ եթե այս մի տեխնիկային նայենք, ինքը քարտեզի սեկտորից մի փոքր վերև է ընկնում, այսինքն ընկնում է հոկտեմբերի 23-ի, ներեցեք, հոկտեմբերի 3-ի միջակայքում արված նկարի տակ, գրադը տեսնում եք այստեղ, բայց այստեղ շատ ավելի մոտիկից կարող եք տեսնել սմերջ։ Փոխում ենք նորից հոկտեմբերի 3 եւ սմերջը անհետանում է։ Վերադառնում են արդեն գրադերը։ Սա ուղղակի մազ է, այսինքն կամազի բելարուսական տարբերակն է։ Հաջորդը օգտագործել է նաև самоходные артиллерийские установки, այսինքն ինքնագնաց հրետանային կայանքներ, գվազդիկա 122 մմ-անոց, եթե չեմ սխալվում, միգուցե կարող եմ սխալվել, 120 մմ-անոց։ Նույնը այստեղ, նույնը այստեղ, նույնը կողքը։ Հաջորդը Ֆանտաստիկ է, ուղղակի ինչ քանակի տեխնիկա են եկել։ Այո, Ինչ այո, Էրնեստ ջան։ բռունցք է եկել։ Ես չգիտեմ արդյոք աղբյուրները հավաստի են թե ոչ, շատերն ասում են հակառակորդի հետ հարաբերակցությունը եղել է 5-1-ի,
Ադրբեջանական աղբյուրներից որոշ բաներ ուսումնասիրել եմ, ասում են, որ 20,000-ից զորք է այնտեղ եղել։ Այսինքն Միայն ջրականի ուղղությամբ։ Ջրականի ուղղությամբ հարձակվել է 2 զրահատանկային կորպուս, որը իր մեջ կարող է պարունակել 135-ից մինչև 150 զրահատեխնիկա, այսինքն ոչ միայն տանկեր, BMP-ներ, BTR-ներ եւ այլ զրահափոխադրիչներ։ Իսկ ինչ վերաբերում է անձնակազմին, ապա 20,000-ից անձնակազմ է այնտեղ տեղակայված եղել, այդպես են ասում։ Ու առհասարակ հարձակման ուղղությունը եղել է մեր 2 գումարտակների վրա, այսինքն Արաքսի ափի մոտակայքում գտնվող մեր 2-րդ գումարտակի վրա եւ 3-րդ գումարտակի վրա։ Հակառակորդը իր ամբողջ բռունցքը կուտակել է 2 գումարտակի վրա։ 2 գումարտակում ինչ անձնակազմ կարող է լինել։ Դե հասկանալի է։ Այստեղ 300-ից 500 հոգի, հասկանում եք, Էրնեստ։ Այսինքն մեկը 5-ի իսկապես քիչ է։ Նույնիսկ դիրքեր են եղել, որտեղ 7-ից 10 զինվոր է եղել, 10 տանկի դեմ է պայքարել։ Ու մենք 10-ից 7 տեխնիկան խոցել ենք։ Հիմա որ ես հակառակորդի այս թիկունքում գտնվող զրահատեխնիկան ու այս հրետանային միջոցները ցույցադրեմ, վերջացնեմ, մենք հատիկ մեր կողմից խոցված բոլոր տեխնիկաները ուսումնասիրել։ Գնացինք, ես չեմ համբերում։ Այո, շատ լավ։ Շարունակենք ավելի բարձր դրամաչափի 152 մմ-անոց D20-ի մարտկոցն է այստեղ գտնվում, այստեղ հավելյալ տեխնիկա է, տեսեք, այստեղ կարող եք տեսնել նաև MTU-90, որը մոստոուկլատչիկ է, այսինքն ինքը կամուրջ տեղադրող է։ Սա եւս 2 գրադ ենք այստեղ տեսնում։ Так, ամենակարևորներից բաց չթողնենք, D30 այստեղ տեսել ենք, ամենակարևորներից եւս D30-ներ այս ուղղությամբ։ Խոսքը գնում էր Դանայից, չէ՞, չեխական մոբիլ հրետանային կայանքներից։ Տեսեք։ Այ այնտեղ էին կլորավուն դիրքեր, Դանայի համար էին փորված, ուստի ամսի 30-ին արդեն այնտեղ էին ուզում տեղակայեին։ Այս մոբիլ հրետանային կայանքը, եթե չեմ սխալվում, մինչև 40-48 կիլոմետր կարողանում է հարվածել, ուստի իր համար բացարձակապես խնդիր չէր։ Այստեղ նաև վիդեո կտրամադրեմ, որտեղ այս տեխնիկան աշխատում է, ադրբեջանական կայքից քաշված, ներբեռնված։ Խնդրեմ, այստեղ դեռ պահեստային դիրքերում են, բայց երկուսը արդեն բացազատվել են։ Նույնը այստեղ դանաներն են։ Ժամացույցի պես աշխատում են։ Ժամացույցի պես աշխատում եւ փորձում են ոչնչացնել մեր պաշտպանական դիրքերը, որից հետո այստեղ էլ է տեխնիկա, այստեղ էլ ու այսպես շարունակ։ Այստեղ BTR-ների շարասյուն ենք տեսնում, ուկրաինական BTR-ները մոդիֆիկացված BTR-3U է կոչվում։ Ինչպես նաեւ D30-ներ, այստեղ գտել եմ TOS, Սոնցեպյոկ։ Սա վերալիցքավորման մեխանիզմն է, թե այստեղ կարող եք տեսնել, վերալիցքավորում է TOS-ը։ Մի քանի TOS եմ գտել, խոցված TOS էլ ունենք։ Մեկ վարքյան դեղինով եմ նշել TOS-ը, այստեղ կարող եք տեսնել TOS։ Տեսեք, ինչու եմ ես այսպես մանրակրկիտ մոտեցնում այդ տեխնիկայի, որպեսզի մարդիկ չասեն, գիտեք ինչ կա, սա Ուրալ է, կամ գիտեք ինչ կա, սա մեր տեխնիկան է։ Մանրակրկիտ այսպես զննելու ենք, որովհետև յուրաքանչյուր մարդ, որ այս քարտեզը բացեց, ինքը այս նշումները չի ունենալու։ Սա իմ պրոֆիլում է այս ամեն ինչը, ես եմ ժամանակ ծախսել գտել, բայց որ մի փոքր ժամանակ հատկացնեն, ամբողջ խոցված տեխնիկան կտեսնեն։ Հաջորդ TOS-ը այստեղ է գտնվում կրկին։ Իսկ կիրառել են։ Անկասկած։ Այո, մենք անձամբ TOS-ի տակ եղել ենք, բայց ես եթե չեմ սխալվում, անցած հաղորդմանն ասացի, որ դեպի Զաստավի ուղղություն հակառակորդը իր TOS-ով մեզ ներեցեք, դեպի Դաշկասանի ուղղություն հակառակորդը իր TOS-ով ուզում էր մեզ խոցեր, սակայն չգիտեմ, միգուցե արկը չի աշխատել, ուղղակի սալուտը տեսանք մեր գլխի վերևում, բայց ոչ մի մենք անցած ոչ մի վիրավոր չունեցանք, բայց առհասարակ TOS-ի կիրառում անձնակազմի վրա ես տեսել եմ ինձանից մի 600-700 մետր հեռավորության վրա, դա անմոռանալի ուղղակի հնարավոր չի գիտակցությունից ջնջես, սալյուտա բառից բուն իմաստով։ Լավ, եկեք հասկանանք, թե հակառակորդը ինչպես հարձակվեց։ 118 դիրքի ուղղությամբ, հիմա եկեք գիտեք ինչ անենք, եկեք այդ ամբողջ տեխնիկան ես բացեմ։ Նախ, ներեցեք, ես ցույց տամ ձեզ հակառակորդը ինչ խտությամբ էր կիրառում իր հրետանին։ Հիմա տեսեք։ Սա էլ փակեմ։ Խնդրեմ։ Որպեսզի դուք հասկանաք, թե հակառակորդը ինչպես էր անդադար ռմբակոծում, ես հիմա նայեք ինչ եմ անում։ Մոտեցնենք Նուզգյարի դիրքերին, այստեղ առհասարակ բոլորիդ պարզ է, թե որքան հրետանի է օգտագործվել, չէ՞, փոսերը տեսնում եք հրետանից մնացած։ Հիմա եկեք դնեմ ամսի 19-ը, սեպտեմբերի 19-ը։ Տեսնում եք, չէ՞, մաքուր դաշտ է։ Ամսի 3-ին այստեղ արդեն գործողություններ են իրականացվել, հիմա տեղափոխվում ենք արդեն հաջորդ տարի։ Հիմա տեսեք, այստեղ ինչ է կատարվել։
Այսինքն սա հոկտեմբերի 3-ից հետո արված լուսանկարներն են։ Մի հատ էս դաշտը տեսեք, ինչպես է ամբողջը այրվել։ Հրետանու կրակի խտությունը նայեք։ Մի հատ տեսեք այս դիրքը հրետանու կրակով ոնց են ավիրել, քանդել ուղակի։ Այս դիրքը քանդել են։ Հասկանում եք, այնքան են կրակել, որ հողը բացվել է, այսինքն վառված խոտի տեղն էլ չի մնացել։ Նույնը էստեղ, նույնը 122 մարտական դիրքը կարող եք տեսնել, նույնը էստեղ, հələ մատ էստեղ տեսեք։ Կրակի խտությունը ուսումնասիրեք ու հասկացեք, թե այդ 18 տարեկան երեխեքը ինչի տակ էին կանգնած։ Խելագարվել կարելի։ Լավ։ Եկեք անցնենք առաջ, ես ձեզ ցույց տամ մեր կողմից խոցված հակառակորդի տեխնիկան։ Այս սև կետիկները, որ դուք այստեղ տեսնում եք, մենք յուրաքանչյուրին հատիկ-հատիկ մոտենալու ենք եւ ուսումնասիրելու ենք։ Առաջինները սկսվում են մեր 108 դիրքի մոտ տեղակայված, ներեցեք, հեսա ամսի 3 տնեմ, որ ցույց տա տեխնիկան, խնդրեմ։ 1 2 3։ Սա արդեն շուռ է եկել նույնիսկ։ Փորձել են դիրք մտնել, բայց տղաները կանգնացրել են։ 109 եւ 110-ի արանքը, որտեղ որ ռադիոկապով նշվում է 109-ից 111-ի արանքը 10-ից ավել տեխնիկա կա։ Սա կարող եք տեսնել։ Այսինքն այս ինժեներականն էլ եկել է փորձել է օգնել, սա էլ է նույնպես ոչնչացվել։ Այստեղ հասանք 9-ի։ Նույնը ունենք այստեղ։ Սա մեր 300 դիրքն է։ Հիմնական հարձակման ուղին է եղել հակառակորդի։ Այստեղ տեխնիկա ենք ոչնչացրել, այստեղ ոչնչացրել ենք, իսկ այստեղ այս կարմիրով նշված է հակառակորդի կենթանի տեխնիկան է, այսինքն դեռ գործածման մեջ է։ Հարձակումը դեռ շարունակում է։ Այստեղ պիկապներ կարող եք տեսնել, մարդը արդեն հանգիստ եկել կայանել է իր համար։ Եթե կհիշեք համար 16 խոցված տեխնիկան, նախորդ հաղորդման ընթացքում ես նշեցի, որ Յուրիկ Սիմոնովն է ֆագոտով խոցել, ինչպես նաև այստեղ ունենք խոցած տեխնիկա, որպեսզի ավելի մանրակրկիտ տեսնենք։ Լավ, եկեք գիտեք ինչ կա, մի հատ վերադառնանք մեր տեխնիկային, հակառակորդը ինչպես էր մեր տեխնիկան խոցում։ Սա տանկային կորպուսն է։ Նայեք, դիրքից դեռ տանկը նորը դուրս եկել ու խոցվել է։ Սա մեր տանկերն են։ Սա մեր տանկերն են, այսինքն կապույտի մեջ եթե սպիտակով նշել եմ, մեր խոցված տանկերն են։ Եթե ուղակի սպիտակ է նշված, հակառակորդի խոցված տանկերն են, եթե կարմիր է, ժիվոյ տեխնիկա է։ Տեսեք, սա նորմալ վիճակում է։ Այս տանկը դեռ կա։ Ոչ մի բան իրան չի եղել։ Սա խոցվածն է։ Ուշադիր խնդրում եմ զննեք, տեխնիկան իր դիրքից դուրս է եկել ու 100 մետր էլ չկա երևի այստեղ, կարող է 40-30 մետր ու 30 մետրից խոցվել է։ Այսինքն սրանք թիրախային խոցումներ են եղել, թե ԱԹՍ-ների միջոցով։ Այո։ Սա ԱԹՍ-ների միջոցով մենք չունենք հոպ պաշտպանություն։ Շատ լավ հարց տվեցիք, Էրնեստ ջան։ Ըստ Սամվել Բաբայանի, ավելի շուտ, այո։ Ըստ Սամվել Բաբայանի արած հայտարարության եւ նաեւ այլ բարձրաստիճան սպաների, գեներալների մասին է խոսքը, մեր հակաօդային պաշտպանության միջոցները պատերազմի առաջին 15 րոպեվա ընթացքում 50%-ը ոչնչացված է եղել։ Շատ եմ լսել այդ մասին։ Ենթադրենք դա իրականությանը այդքան էլ չի համապատասխանում, բայց վիդեոներ կան այդ ամեն ինչի։ Հակառակորդը, տեսեք, հարցը բացազատեմ ձեզ համար։ Ուրեմն լսել եք կուկուրուզնիկ ինքնաթիռները ինչպես էին գործադրում։ Ուրեմն սովետական 47 թվականի արտադրության Ան-2, Անտոնով 2 ինքնաթիռներն են։ Ուրեմն հակառակորդը ամենայն հավանականությամբ թուրք կուրատորների միջոցով խորամանկություն է իրականացրել։ Նախքան իր հիմնական օդուժը կիրառելը եւ հակաօդային ներեցեք եւ ԱԹՍ-ները կիրառելը, նա մեր հակաօդային պաշտպանական միջոցների համար, հոպի համար հանդիսացել է տրիգեր։ Այսինքն վերցրել է սովետական ինքնաթիռը, մեջը տեղադրել է պայթուցիկ, չգիտեմ, մի քանի տոննա տրոտիլ կամ հեքսագեն, չգիտեմ, պայթուցիկ է տեղադրել նաեւ հեռակառավարման միջոց։ Այդ ինքնաթիռը որպես բալվանկա ուղարկել է մեր ուղությամբ, իսկ քո հակաօդային պաշտպանությունը չի հասկանում դա արդյոք սուտ նշանակետ է, թե իրական նշանակետ է։ Նա հասկանում է ռադարի մեջ ցույց է տալիս։ Ծնգած վերջ հակառակորդի տեխնիկա իր մի քանի անգամ ավելի թանկարժեք հրթիռով խոցել է այդ ինքնաթիռը, վիդեոները մենք այստեղ կմիացնենք։ Ես այդ ամենը ունեմ։ Վիդեոները հենց ան սպիտակ գույնի Ան-2 ինքնաթիռի, կուկուրուզնիկի ինքնաթիռի վիդեոն ես այստեղ կտեղադրեմ, մեր հոպը ինչպես է տրաքացնում։ Եթե հոպը իր թանկարժեք հրթիռը ուղարկում է ինքնաթիռը խոցելու, հակառակորդի ավելի բարձր տեղակայված ԱԹՍ-ն տեղորոշում է քո հոպի գտնվելու վայրը եւ քո հոպը այդպես է խոցվել։ Այսինքն տրիգերներ են ուղարկվել, սուտ նշանակետեր են ուղարկվել հեռակառավարվող կուկուրուզնիկների միջոցով, հոպը աշխատել է,
մի քանի անգամ թանկարժեք հրթիռով խոցել է եւ խոցվել է արդեն բայրակթարի կողմից ընդամենը 10 րոպեվա 15 րոպեվա ընթացքում։ Այսպես է կատված եղել մեր հակաօդային պաշտպանությունը։ Այսինքն մեր կողմից ուշ են հասկացել այդ մասին։ Այն ժամանակ, երբ արդեն կեսից շատը խոցված էր եւ շտկելի չէր իրավիճակը։ Ոչ, չէ, Էրնեստ ջան, ինձ թվում է, եթե ասում են 15-20 րոպե ընթացքում 50%-ը ոչնչացված է։ Դե գիտեք ինչ կա, տեղակայված են, չէ՞, տեխնիկաները, իրանց հիմնական եւ պահեստային դիրքերում տեղակայված են։ Եթե հակառակորդը արդեն իսկ քո կոորդինատները գիտի ավելի բարձր ԱԹՍ-ով կամ Սպուտնիկից նկարահանված, ինքը այդ միջոցների կեսը ոչնչացնելով, մյուս կեսն էլ պատերազմի ընթացքում այդպես բացել է։ Մենք Տոր M2-ել ունենք ոչնչացված, վիդեոն նույնպես կներկայացնեմ այստեղ։ Այսինքն շատ խելացի է գործել, խորամանկ է գործել։ Ես ինչ չեմ կարողանում հասկանամ։ Քո պատմածից ինչը ճիշտ է, տպավորությունն է, որ թշնամին ահավոր խելացի, գեր ժամանակակից միջոցներ ուներ, դրա մասին խոսք չկա, ահավոր պատրաստված, բայց փոխարենը մենք քարի դարում ենք։ Լավ, պատերազմը հասկանալի, ամեն ինչ չէ, որ կարած չի աշխատել, սա չի աշխատել այնտեղ, բայց ես ուզում եմ հասկանամ, պատերազմի ընթացքում շատ բան փոխվում է։ Այո։ Որքան էլ մենք ասում ենք, այս 9-րդ սերնդի է, 6-րդ սերնդի է, չգիտեմ եւ այլն, բայց պատերազմի ընթացքում կան գործողություններ, եթե մարդը գնում սովորում է, սենց ավելի պարզ բացատրեմ, մարդը գնում սովորում է, որպեսզի դառնա մասնագետ, այդ մարդը մասնագետ է նաեւ էքստրեմալ պայմաններում իր գիտելիքներն օգտագործելով, Նաեւ ադապտանալով, այո։ Հիմա մենք սենց կանգնել ենք ու ասել ենք եւ այլն, այսինքն, չգիտեմ, գիտես ինչ նախնդիրը կենթանի ուժը, այն երեխեքը, այն սպաները դարձել են կենթանի վահան, բայց մնաց ինչքան կարացել ենք, հա, ասենց ասենք։ Եթե այդպես ձևակերպենք, Էրնեստ ջան, ինչքան կանալ չի, դա ուղղակի հնարավոր չի պատկերացնել։ Եթե այստեղ մենք հեսա վերջացնենք մեր կողմից խոցված հակառակորդի տեխնիկան, ու մենք կշերքի նժարի վրա դնենք, թե մենք ինչքան տեխնիկա ունենք, մենք ինչքան անձնակազմ ունենք ու մենք ինչքան ենք կարողացել ոչնչացնել, պաշտպանել 8 օր շարունակ։ Ես լրիվ հասկանում եմ, փառք ու պատիվ, խոսքս դրա մասին չի, նայ, դու ունես զորք X քանակի, այդ զորքը 1:10-ի հարաբերությամբ չես կասկածում ոգու հաշվին, ԴՆԹ-ի հաշվին, գենետիկ կոդի հաշվին կռվող է, մենք դա գիտենք։ Փառք ու պատիվ մեր տղերքին։ Բայց այդ տղերքը պետք է նաև ունենան սենց մի հատ իրանց շրջապատող դաշտ, այդ տեխնիկան է, այդ այն գիտելիքն է, այդ այն ամեն ինչն է, որը պետք է կիրառեն, որպեսզի այս տղերքը կարողանան իրանց գործ տանել, իրանք կարողանան աշխատել։ Հասկանալի եմ, չէ՞, միտքը։ Էրնեստ ջան, հակառակորդը նենց չի 30 տարի է պատրաստվել, մենք 4։ Այդ 30 տարին մենք էլ ունենք, մենք ուրիշ իրականություն չենք։ Դու լուրջ ես ասում, մենք 4 տարի պատրաստվել ենք։ Չէ, ուզում ասեմ, այնպես չի, որ մենք ասել չենք պատրաստվել։ Ոչ մի բան էլ չեմ ասի, արդյունքը դուք տեսաք։ Հակառակորդը ուներ ԱԹՍ, մենք չունեինք ԱԹՍ նորմալ կիրառվող։ 2016-ին եթե տեղյակ ես, մեզ էլ է Իսրայելը առաջարկել նմանատիպ միջոցներ։ Գիտեմ։ Մենք նպատակահարմար չենք համարել, չեմ ուզում քաղաքականացնել, չեմ էլ ուզում այդ հարթակ մտնել, այդ դաշտ մտնել, որովհետև շատ մարդկանց 5-րդ կետը ցավում է դրանից ու ինձ ինչ որ փորձում են զանգեր անել, ասել, վայ, մեր մասին վատ բաներ մի ասա, մենք նեղվում ենք։ Ինչ ասեմ, Էրնեստ ջան, ԱԹՍ-ները կային, պետք է ձեռք բերվեին, եթե կրկնում եմ, կշերքի նժարի վրա դնում ես ու դու այսքան քիչ անձնակազմով այսքան տեխնիկա ես ոչնչացրել, բա որ ԱԹՍ ունենայր ինչ կանեիր։ Եվ ոչ միայն ԱԹՍ։ Եվ ոչ միայն ԱԹՍ։ Հասկանում եք, մարդիկ կենթանի վահան դառնալով, մարմնով մետր դիրքը պաշտպանել են, անմահացել են, բայց կներեք, ամեն ինչը պետք չի կենթանի ուժի վրա հույս դնել, հասկանում եք, ոգու վրա։ Մենք ունենք այդ ժամանակը, մենք 30 տարի թերագնահատել ենք հակառակորդին, նրան անվանելով ոչխար։ Համաձայն եմ։ Չէ, այստեղ մի շատ կարևոր բան ասեմ, ասենք առաջ, այն որ թշնամին իսկապես այդ կոճղավոր կենթանի էր, դա միշտ ասել ենք, այնքան ենք ասել, որ հավատացել ենք,
ու հետո դրանով մենք մեր համար միֆ ենք ստեղծել, մենք անպարտելի ենք սա, բայց այստեղ շատ կարևոր հանգամանք կա։ Այդ 30 տարվա ընթացքում թշնամին հասկացավ մի պարզ բան. այո, ինքը չունի այն ռազմական տաղանդը, ինքը չունի այդ ուղեղը, չունի մտավոր պոտենցիալը, բայց շատ կարևոր բան հասկացավ. ինչ չունես, դու կարող ես ձեռք բերել գումարով։ Այո։ Հիմա այդ մարդիկ ձեռք բերեցին այդ ինչ որ չունեին փողով, իսկ մենք այն ինչ ունեինք, չօգտագործեցինք ու հիմա նստել ասում ենք ինչի սենց եղավ։ Գիտեիր, որ 2024 կամ 25 չեմ հիշում, ոնց որ նախորդ տարվա հրապարակված պետեկամուտների կոմիտեի հրապարակված թվերն են։ Սա օֆիցիալ է, սա ես նորից չեմ հնարում, ոնց որ շատերն ասում են, ես ծաղկացնում հնարում եմ։ Պետեկամուտների կոմիտեից ներկայացված արդյունքներն են։ Բանակի բյուջեն ինչքան է, ինձ կարող ես ասել, մոտավոր։ Ես հիմա չեմ կարող ասեմ, որովհետև ամեն անգամ նենց թիվ են ասում։ Օֆիցիալ տվյալներով բանակի բյուջեն ներկայիս դրությամբ 1.6 միլիարդից 1.7 միլիարդ դոլար է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում իրականացված խաղադրույքների համարժեք գումարը գիտես ինչքան է։ 18 միլիարդ դոլար։ Այսինքն քո երկրում խաղադրույքդ 18 անգամ, թողնի 16 անգամ գերազանցում է քո ռազմական բյուջետ։ Մնացած եզրակացությունները թողնեմ հասարակությանը։ Ես ասելու բան չունեմ էլ։ Ես եթե չեմ սխալվում, կան երկրներ, չեմ զբաղ երկրների անունները տալ, չպետք կարող եմ տալ, եվրոպական երկրներ են, միգուցե խառնեմ դրա համար չեմ տալ, գաղտնի բան չկա, որտեղ սահմանված է կարգ ալկոհոլի եւ ծխախոտի ստացած շահույթ պարտադիր ուղղվում է բանակին։ Այո։ Այսինքն տես մենք ինչքան բան ունենք, որ կարող ենք ուղղել, բայց դե ոնց կլինի, ոնց կարելի է։ Էրնեստ ջան, ես դեմ չեմ բարիդրացիական հարաբերություններին, առավել եւս մեզ ուժերով ու արդեն նաեւ երևի ինտելեկտուալ առումով գերազանցող հակառակորդի հետ, բայց եթե դու ատամներ չունես, առհասարակ կյանքում էլ այտենց փողոցային իրավիճակներում էլ այտենց, եթե դու կյանքում ատամները ցույց չես տալիս, դու միշտ լինում ես զոհի կարգավիճակում։ Հիմա մենք այսքան ենք մնացել, այս 10 հոգին ենք, այսքան է մեր ռեսուրսը։ Ուրեմն փորձի ոտքի կանգնես ու պաշտպանես քո հողդ։ Զարգացրու, ռոբոտաշինությունը զարգացնու, ռազմարտունաբերական ցանկացած ոլորտ զարգացրու, որպեսզի հակառակորդը չփորձի մատ թափ տալ։ Մեր պատմության ընթացքում որտեղ որ մենք փորձել ենք հակառակորդին դիմադրություն ցույց տալ, տղամարդավարի, չեմ ասում, մեկը գնա, մտնի պալատ, դարպասները բացի, հակառակորդը մտնի։ Այդ իրավիճակները չեմ ասում։ Երբ որ մենք հակառակորդին դիմադրություն ենք ցույց տվել, մեզ հետ հաշվի են նստել։ Թե խոսքը կգնա ավարայրի ժամանակահատվածը։ Ցեղասպանության տարիները վերջ։ Այո, Շարասյունով Կարավանը Գագիկ Գինոսյանը երջանկայիշատակ շատ լավ միտք ասաց, մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ, ամեն տարի գլուխ ենք խոնարհում փառք եւ օգուտներին հանգստություն մեր անմեղ զոհերի եւ կա պատ, չէ, որտեղ որը խորհրդանշում է այդ անմեղ զոհերին, կրակը կա եւ այլն, Գագիկ Գինոսյանը ասաց, այս պատի դիմացը ես կուզեի լիներ եւս մեկ պատ։ Դե այդ պատի վրա գրված էր բոլոր այն տեղերը, որտեղ կոտորածներն էլ եղել, ասեց ես կուզեմ դիմացի պատին դիմաց լիներ եւս մեկ պատ, որտեղ գրված լինեին բոլոր այն գյուղերի բնակավայրերի քաղաքների անունները, որոնք հերոսաբար մարտնչել են։ Այսինքն փառահեղ միտք էր, հասկանում ես, մենք երբեք չազատվեցինք այդ մուրացկանի հոգեբանությունից, այդ ընդմիշտ զոհ լինե եւ սա մարդկային հոգեբանությունն է, էլի, երբ դու քեզ դնում ես միշտ վերցնում ես զոհի շապիկը, սա խոսում է թուլության մասին, իսկ դա լավ բանի չի բերում։ Նման մարդկանց, որոնք միշտ զոհի շապիկն են վերցնում, խափում են, ֆռացնում են, բոլորի վրա են գցում մեղքը, բայց իրենք մեղք են, իրենք պուպուշ են, իրանց միշտ նեղացնում են դրա համար, այդ սինդրոմից մենք չկարողացանք ազատվել։ Կային մարգարեներ, որոնք ուզում էին ազատել Նժդեվը, Շահան Նաթալին, Հայկ Ասատրյանը, Մոնթեն Մելքոնյան, էլի ունենք Լեոնիդ Ազգալդյան, բայց կա մի մասսա, որը սիրում է, որովհետև դրանից օգտվում է։ Ու ես չգիտեմ հիմա այս հիվանդությունը ոնց պետք է արմատախիլ անել, այս ուռուցք ասվածը, ու կարծում եմ այդ ուռուցքը հենց նստած է մեր ազգի հենց քներակին, հենց զարկերակին ու չի թողնում շնչել։
Եթե դու սրանից չազատվես, մենք սենց էլ գնալու ենք։ 21-րդ դար ենք հասել, մենք էլ ողբում ենք։ Մենք խոսում ենք ցեղասպանություն, բայց մենք նորից ցեղասպանվում ենք։ Մենք ասում ենք, «Էդ ինչ եղավ, ոնց կարային մի երկրի, կներես, իհարկե, սենց մի քիչ շեղվում ենք, բայց մենք խոսում ենք բաներից, որոնք հիմքեր ունեն։ Մենք միշտ նստում ասում ենք, բա ոնց եղավ, որ մի ազգի դուրս են բերում իր պատմական հողերից եւ կոտորում են, երբ որ բանկային համակարգը հայերի ձեռքում էր, ունեին բանակում շատ լուրջ գեներալներ, պաշտոններ, ել չեմ խոսում իրանց մեջլիսում եւ ինչ հայեր կային։ Եվ հիմա երբ որ հետ եմ գալիս ու տեսնում եմ Արցախից ոնց դուրս բերեցին, այսպես դուրս բերեցին։ Ես չեմ ուզում ցավոտ թեմաներից խոսանք, մի խոսքով անցնենք առաջ, գնանք մեր քարտեզին։ Հեշտի եւ ճշտի օրինակը բերեցիր։ Մեր էությունը առհասարակ մեղսագործ մարդկային էությունը այդպես է։ Մենք ճիշտը, գիտես ինչ, ճիշտ ճանապարհը իմանալը եւ ճիշտ ճանապարհով գնալը տարբեր բաներ են։ Մենք բոլորս ճիշտը գիտենք։ Մենք բոլորս 3 միլիոն Նապոլեոն ենք ամեն առավոտ արտանում։ Ես այս երկիրը սենց կանեի, ես այս սենց կանեի, վայ, սրան էնցը։ Մենք սեփական լակոտ շորը չենք տեսնում, մնացածի աչքի գերանն ենք տեսնում։ Վերադառնանք մեր տղերքի խոցված տեխնիկային։ Հարգելիներս, հիմնական տեղերը ցույց տամ, որտեղ որ հակառակորդը ժամանակը սուղ է։ Այո։ Այստեղի ջարդը տեսեք։ 1 2 3 4 5 6 7 8 9 Այստեղ առանձին կարճ վիդեո հոլովակ կհրապարակեմ, որտեղ 83-ի վրա կոնկրետ կետերով ցույց եմ տալիս, որպեսզի ժամանակ չծախսենք։ 118 մարտական դիրքի վրա, տեսեք, 9 հատ խոցել ենք, 10, 11, 12։ 12 տեխնիկա է եկել։ Ու այս երեխեքը իրանց հակատանկային զենքերով խոցել են սա։ Ինչպես նաև մեր ականանետներ շատ հզոր աշխատում էր բավականին լավ նաև հրետանին։ Մի փոքր առաջ գնանք, խոցված տեխնիկաները տեսնում եք իրենց թվերով, նույն 122 դիրքի մոտակայքում 3 խոցված տեխնիկա, սա 4, իրականում այս երկուսը կասկածելի են, մի քիչ մուգ է իրենց գույնը, չեմ կարող ասել, միգուցե սրանք էլ են խոցված, բայց այս 4-ը հանգիստ իրենց դիրքում կանգնած են, առաջ խաղացում չեն գալիս։ Հաջորդը 44, 45, ուղևորվում ենք դեպի, ուզում եմ նշել 48-րդ խոցված տեխնիկայի մասին, սա եւս խոցել է անձամբ Ռյուրիկ Սիմեոնովը։ Այստեղ վիդեո կհրապարակեմ, թե ինչպես է խոցված BMP-ից անձնակազմը արագ դուրս գալիս ու այս մոտ մի 15 մետրի վրա պարկած է։ Allah köməyimiz olsun hər birimiz. Gördüğümüz tankımız yanır orada. Այդ տեխնիկայի ՀՄՄ-ի վարորդը, ինչպես ասում են, փորձել է փախնել այստեղ այս ջրի չաների մոտ, Սիմեոնովը կորդով խոշոր տրամաչափի գնդացրով նրան ոչնչացրել է։ Այսինքն մենք նպատակաուղղված բոլորին փորձում էինք կասեցնել, կանգնեցնել, որպեսզի չգնա տեխնիկա փոխի գա։ Իսկ հիմա եկեք տեսեք, թե այստեղ ինչ է իրականացվել։ 1 2 3 խտությունը կարող եք դուք հաշվել, ես չեմ հաշվի։ Սա այս Աքսում Մաքսը, այս տեխնիկան զրահափոխադրիչ է ուզբեկական արտադրության, որտեղ որ ինչպես ընկերս է նշել, կար Թուրքիայի դրոշ տեղակայված։ Սա 120 մմ-անոց հակատանկային մարտկոցի հիմնական կրակային դիրքն է եղել։ Սա այս տեխնիկայի ու այս առհասարակ այս ուղղությամբ այս տեխնիկայի մեծամասնությունը խոցված է եղել հակատանկային մարտկոցների միջոցով, ինչպես նաև ականանետերի միջոցով։ 3 սպա հակատանկային ականանետային մարտկոցի հրամանտարը եղել է Արթուր Ալավերդյանը, որը հոկտեմբերի 21-ին դիպուկահարի կրակից զոհվեց հենց իմ կողքը։ Հաջորդ սպան եղել է Արշակ Մարտիրոսյանը, երրորդ սպան եղել է Դավիթ Պետրոսյանը։ Այդ 3 սպաներով, այստեղ եւս առանձին վիդեորոլիկ հետո հրապարակենք, 37 տեխնիկա են խոցել, 3 հոգով։
Հիմա դուք ուզում եք ասել, սա պարտություն է, սա մենք չենք պահել, չենք կարողացել, լավ պատրաստված չեն։ Okay, վատ ենք պատրաստված։ Տեսեք, մարտական ոգին ինչքան բարձր է եղել այս տղերքի, որ սեփական կյանքը մարդիկ պատրաստ են եղել զոհաբերել, որքան սպա է ու որքան զինվոր է այստեղ զոհվել։ Հիմա եկեք մի հատ շատ հետաքրքիր բան ձեզ ցույց տամ։ Էրնեստ ջան, տեսնում եք, չէ՞, այս պաշտպանական բնագիծը։ Այս կապույտ գիծը տեսնում եք, սա մեր դիրքերն են։ Եկեք կանոնով ստուգենք հոկտեմբերի 3-ի դրությամբ հակառակորդը մեր պաշտպանական բնագիծ որքան մետր է կարողացել մխրճվել 8 օրվա։ Շատ կարևոր բան ես ասում, այո։ 8 օրվա ընթացքում։ Տեսեք։ Այստեղից պաշտպանական բնագծից։ Որքան է կարողացել, չէ, եկեք գիտեք ինչ կա հակառակորդի դիրքերից սկսած։ Այստեղ 1.4 թող լինի 1.5 կիլոմետր։ Այսինքն փաստացի ճիշտ եմ հասկանում, բլիցկրիգը տապալված էր 8 օրվա ընթացքում 83 տեխնիկա կորցնելով, մարտնչելով 20,000-անոց զորքով 1500-ի դեմ, 150 տեխնիկայով դու 10 տեխնիկայի դեմ ես մարտնչել, 10, սա օֆիցիալ տվյալներ են։ Եթե սա հաղթանակ է, սա բլիցկրիգ է, ես ուրեմն չգիտեմ։ Չէ, ես նկատի ունեմ ճիշտ եմ հասկանում, որ բլիցկրիգը թշնամու Բնականաբար։ Սա բանը ֆասկո էր, էլի։ Այո, սա մեր նախարարություններում այս արխիվները կան, սա մենակ ես այնպես չի, տենց հնարեցի ինձանից։ 1.5 կիլոմետր է մաքսիմում հակառակորդը 8 օրվա ընթացքում կարողացել մխրճվել։ Ես ուզում եմ մի շատ կարևոր այստեղ դիտարկում անել, քանի որ մենք անդադ խոսում ծավալվում ենք եւ ժամանակը մոտավորապես 15 րոպե ժամանակ ունենք։ Ինչի ենք մենք այս ամենը ցույց տալիս, որ մենք չենք փորձում գնահատականներ տալ, իրականում ջրականի անկումը վերնագրի հետ կապված Էդուարդը շատ ճիշտ բան ասաց, հետևությունները հարգելի հետևորդներ, դիտողներ, թողնում ենք ձեզ։ Բա այդքան տեխնիկա խոցելուց հետո ոնց եղավ որ տվեցին, չկարողացան պահել եւ ոնց եղավ որ հասանք այն օրին որ հասանք, բոլորդ էլ խելացի եք, ինչպես դու ասացիր 3 միլիոն Նապոլեոն, բայց եթե կատակը դնենք մի կողմ, իսկապես սա լուրջ հետևությունների արդյունք տեղիք է տալիս, ուսումնասիրեք, հետևությունները արեք ինքներդ, ինչպես այսպիսի մարտական ոգի ունեցող զինված ուժերը, անձնակազմը, հա, երիտասարդները, սպաները, այսպես հերոսաբար կռվելուց հետո ինչ եղավ եւ ինչի պատճառով հասանք այն ամենին ինչի ունենք։ Հետեւաբար թող քաղաքական կլինի, ռազմական կլինի, հետևություններն անեն մարդիկ հասկանան ինչու։ Եւ բանակից չխուսափեն։ Եւ բանակից չխուսափեն։ Առևտուրի խուսափեն, բայց գումարով թե հենց այն։ Ոչ մի բանով էլ թող չխուսափեն բանակից։ Եթե դա մատի փաթաթան է, որ այսօր մեկ է կաշառք էր տրվում, թող այդ գումարը գնա պետբյուջե, այսինքն դե լավ է էլի։ Դե եկեք ընդհանրապես։ Այսինքն այդ մեկ ամիս կարող ես գնալ մուծել եւ մեկ ամիս ծառայում ես 27-ը եթե լրացած չէ դեռ 8 միլիոն դրամ վճարում ես եւ դու ինչ ես։ Հայաստանի Հանրապետության հայրենասեր քաղաքացի ես։ Դու 8 միլիոն դրամ ես տարել բյուջե, բայց այն որ քո դիրքերի արանքում կան դատարկ տեղեր ու տեղ մաս չկա։ Ես քեզ ուրիշ բան ասեմ, դու ստեղ վտանգ չես տեսնում։ Ես 2021 թվականից եմ Իսաջանյան Վահանի հետ աշխատում Սկորպիոնի վրա ու սենց կրծքավանդակս կոտրվել է արդեն այնքան եմ բղավել, որ մեզ ուշադրություն դարձնեն։ Գիտես ինչ, տես, եթե մենք այսենք նման օրինագծով մենք տեղափոխվում ենք միջնադար։ Ինչու, որովհետև լինում են կաստաներ, այսինքն բարձր խավը կարողանում էր օգտվել ամեն ինչից եւ նորից ամբողջ ծանրությունն ու բեռն ընկնում էր միջին եւ ցածր խավի վրա աշխատավոր ռամիկը լրացնում էր բանակը Պուշիչնեմ ասել այո իսկ դե բարձրաշխարհիկ հասարակությունը գումարով առանձնանում էր բանակ չծառայած հասարակությունի դեպ որը որ ռազմական ստրատեգներ են բանակ չեն ծառայել բայց մարդիկ դե հիմա մենք խոսում ենք իսրայելական մենք ասում ենք ինչի են դե հիմա հрьяաները սենց հրաներ են այնտեղ չծառայելը մեծ խարան է, խարազան է տղամարդու համար, էլ չեմ խոսում արդեն աղջիկների կանանց։ Իսկ մեր մոտ հակառակն է։ Դե հիմա ո՞նց է տենց լինում, էլի։
Այդ որն է, այդ որ գնում ենք Եվրոպա դրա մասին, հա։ Հա։ Շատ լավ, Էրնեստ ջան, մի հատ շատ լավ հետաքրքիր բան էլ այստեղ ցույց ցույց տամ։ Լավ, 72, 73, իդեպ այնպես չի, հենց այնց նշել եմ, սա ռեալ խոցված տեխնիկաներ են։ Ահա, նույնը սա։ Այս դաժան այս ուղղվածության վրա տեսեք։ Հեսա մի հատ կամուրջ կգտնեմ ձեզ, հակառակորդը նույնիսկ այստեղ փորձել է կամուրջ տեղակայել, անցնել։ Հեսա, այստեղ է։ Այն MT-ն որ ձեզ ցույց տվեցի, ոստը ուկլաչ չկա։ Դրանցից մեկը այստեղ մոստ է դրել եւ փորձել է անցնել։ Սակայն տեսեք, այստեղ դրիֆտեր են արել, բուքսավատներ են արել, ոչ մի բան չեն կարողացել անել, նորից շրջապտույտով պատտվել, վերադարձել են այստեղ։ Ընթացքում որոշ տեխնիկա նույնիսկ մտել է մարտական դիրք 152-ի հետև, 151-ի հետև եւ խոցվել են այս տեխնիկաները։ Հասկանում եք։ Խելագարվելու բան ուղղակի։ 80-րդ տեխնիկան եւ ամենամեծ սյուրպրիզներից մեկը, տեսեք։ 81, 82 եւ այստեղ մի հատ շատ լավ սյուրպրիզ ունենք։ Սա 83-րդ տանկն է, որը մենք չենք խոցել, մենք հակառակորդից արգրավել ենք։ Ես այստեղ նկարը կտեղադրեմ։ Այո, այդ պայմաններում մենք հակառակորդի T-72 Ասլան տանկը հակառակորդից վերցրել, բերել ենք, կայանել ենք մեր տանկային դիրքում։ Սա հրանատարական դիտակետի, երրորդ հրանատարական դիտակետի հետին մասն է ընկնում։ Նկարները կտեղադրեմ, կտեսնեք, թե տղերքը Եթե տեխնիկան հաշվեցինք, մենք մարդկային թվականակ մոտավորապես ունենք, պաշտոնական։ Զորամասում մեր Չէ, խոցված չնչացրել։ Նու մոտավոր հաշվարկներով։ Եկեք այսպես ասեմ, Էրնեստ ջան, 83 տեխնիկայից կեսը հաշվենք տանկեր, չէ, ենթադրաբար։ Ինչքան մնաց? 41, 42։ 42 տեխնիկան էլ բաժանենք երկուսի։ Եղավ 21։ 21-ը BTR, Brand Transporter, 21-ը BMP։ Այդ երկուսը իրար հետ, ամեն մեկը 7 հոգանոց անձնակազմ է տանում իր հետ։ Դա մենակ այդ 40 քանի տեխնիկան անգամ 7։ Իսկ ես ուղղակի հարցակվող կենթանի ուժի մասին չեմ։ Չէ, ես կենթանի ուժի մասին եմ ասում։ Պաշտոնական տվյալները ասում են մենք 7 անգամ ավել հակառակորդ ենք խոցել։ Թիվը չեմ կարող ասել, եթե չենք կարող, հա, ուղղակի տենց պատկերացնելու համար եմ ասում, քո պատկերացումով։ Մեզանից 7 անգամ շատ։ 7 անգամ շատ։ Էրնեստ ջան, այս տապալված բլիցկրիգի արդյունքում հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի բանակում Գենշտաբի պետ է փոխվել, Նաջմեդին Սադիգովին փոխել են։ Այո, Թուրքիայի կուրատորներն էին եկել, արդեն իրանք սկսեցին աշխատել։ Ու մենք ամսի 4-ին, երբ որ մեր վրայից պարտականությունները, այսինքն 9-րդ պաշտպանականի վրայից պարտականությունները հանվում են, որպեսզի ես ներողություն եմ խնդրում, բա ում վրա են դնում այդ պարտականությունը։ Այլ անձնակազմների չեմ ուզում նշել, արխիվներում ամենը կա։ Այդ անձնակազմները պետք է գային ստանձնային այս տարածքի պաշտպանությունը։ Արդյունքը տեսանք, չգիտեմ։ Ես խոսում եմ իմ անձնակազմի, իմ պաշտպանական շրջանի գործողություններից եւ այլ տեսել ես ինչին այո, այսինքն փաստացի ես այստեղ եմ ծառայել, ես այստեղից կարող եմ։ Իհարկե։ Ես ինչու Էրնեստ ջան акցենտը դրեցի նախ հակառակորդի տեխնիկան ցույց տալու վրա, հետո նոր մեր կողմից խոցված տեխնիկան։ Այսինքն դուք հասկանում եք, որ հակառակորդը դեռ շարունակելու էր գալ։ Ու տղերքը մեկը չէին նահանջել։ Մեր կողմից նահանջած, փախած, եզակիներ լինում են ամենտեղ։ Բայց որ ասես դասակով, վաշտով փախել են, գնացել են, պահկվել են, դիրքերը թողել են, այդպիսի բան չկա։ Մեր 9-րդ պաշտպանական շրջանի սպաներից դատվածներ չկան։ Խոսքը Իշխան Վահանյանի մասին չի։ Խուրհատ Սարի հետ կապված։ Առհասարակ մենք մեր սպաների վրա չենք փորձել ինչ որ թերություններ ման գալ։ Մարդիկ մեր հետևը, մեր թիկունքի հետևը կանգնած հրամաններ են տվել։ Այս ամեն ինչը կատարել են 18 տարեկան զինվորները։ Հասկանում եք, մենք չենք ասում գնդի հրամանատարներ փառահեղ, գումարտակի հրամանատարներ փառահեղ, ես դասակի հրամանատար, ես 1090 եմ խնդրում, չեմ կարող չասել։ Ինչպես ուզում եք այնպես էլ ընկալեք։ Այստեղ մի շատ կարևոր դարակազմիկ միտք հիշեցի։ Եթե մենք այս անձնակազմով պահել ենք 7 անգամ, 10 անգամ ավելի հզոր թվականակ ունեցող թշնամուն, ել չեմ խոսում զինտեխնիկայի մասին, 25000 զորքին շրջափակումից փրկելը այդ ո՞րն էր։ Մտածեք, խնդրում եմ։ Գիտեք, ես մի դեպք պատմեմ, եւ մենք ցենց ավարտենք, թողենք էլի, թող մարդիկ մտածեն, մինչեւ երրորդ մասը կգա։ Մի անգամ տաքսով երթևեկում էի ու
միջին տարիքի մարդ էր, որը խոսում էր այն մասին, ինչ որ հրամցնում էր մեդիան եւ այլն, սովորաբար գրեթե միշտ վիճաբանության մեջ էի մտնում տաքսու վարորդների հետ, որովհետեւ ուղեղս չէր ընկալում ոնց կարա մարդ որտեղ որ ապրում է իր ազգակիցը այդքան տեղեկացված չլինի եւ ուտի այն աղբը, որը հրամցնում է ռոպագանդան։ Դե նորմալ երևույթ է, բայց դրա համար կրթություն է պետք ունենա ամենայն հարգանքով։ Հետո մոտեցումս փոխեցի, ասացի լավ, պետք չի վիճել այդ մարդիկ, չգիտեն ինչ եմ նեղանում այդ մարդկանցից ու սկսեցի նյարդերս անջատել, սկսել բացատրել։ Օրեցօր ես այնքան հետաքրքիր արձագանքներ էի ստանում այդ տաքսու վարորդներից, որոնց տարբեր սեգմենտի էին, միջին տարիք եւ տարիքակից եւ ավելի բարձր։ Գիտես, նույնն էր պատասխանը, բայց մենք չգիտենք։ Երբ որ ասում էին Արցախը դե մերը չէ, մի օր տալու ենք, ասում չէ, ժողովուրդ ջան, տես բան չկա էլի, ես դες բացատրեմ, բա մենք չգիտենք, տղա ջան, մեզ լրիվ ուրիշ բան էին ասում։ Հիմա նույնն էս 25000-ն է, էլի, այսինքն Օմարը, որտեղ -40-ի տակ մենակ կարար այդ գագաթին հայ զինվորը պահեր ու ուղակի չես կարա գրավես, էլի։ Տենց մի հատ բանով տալիս ենք ու ասում ենք, որ պետք է դե մենք բան ենք, խաղաղ ենք ու հետո ասում ենք այդ ամեն ինչը արվում է որպեսզի ստորագրվում է որ 25000-ը չմնան շրջափակման մեջ, բա եթե 25000-ը մնալու էր, բա այս քանի հոգի եք ձեր գնդում մի հատ նորից խնդրում 1500-ից 1500-ը 7-10 անգամ շատ զինտեխնիկա եւ մարտական կենթանի ուժ ունեցող թշնամի է ոչնչացնում ու չի նահանջում։ Ես հարգելի հեռուստադիտողներ, շատ լավ ասացի, հետևորդներ, չեմ ուզում պղտորել ոչ ոքի հոգին, բայց կան հարցեր, որոնք ունեն իրենց պարզ պատասխանները, ուղղակի պետքա ուրիշ անկյան տակ նայես, որպեսզի շատ հաճախ ճիշտը գտնես։ Հետևաբար մեր, նորից եմ ասում, այս հաղորդումների շարքի նպատակը հենց դա է։ Ես ինչու որոշեցի խնդրել Էդուարդին մենք այսպիսի շարք ունենանք, որովհետև շատ են հիմա դաշտ նետում այդ թեզերը, որ բանակը չի կռվել, այդ երեխեքը փախնում են այն լրիվ 90-ականների այդ սերունդը չկա նման բան։ Չկա ուղղակի նման բան, ճիշտ եմ ասում։ Այո, Էրնեստ ջան, որովհետև առհասարակ ես երիտասարդ տղաներին շատ են աշխատանքի վայր գալիս, չգիտեմ, դասա թեմաներով զրուցելու փոխարեն միշտ հարցնում եմ, տղեկ, պատրաստ եք, հեսա դպրոց հավարտում եք գնաք բանակ։ Ինչ շատերն ասում են, չէ, ես չեմ ուզում, ես չեմ գնալու, ասում ինչի։ Ու ես այդ երեխեքին չեմ կրիտիկա անում, ուզում հասկանամ իրանց ապրումները։ Ես 17 տարեկանում ինչ էի, հիմա իրանք ինչ են, այս ցիֆրավոյ դարաշրջանում ոնց են մտածում։ Իրանք ասում են ու հիմնավորում են, ասում են չենք ուզում այդքանք մեռնենք։ Որովհետև այդ մարդկանց մոտ այդ ռոպագանդան է։ Ապրես։ Եթե այն ժամանակ դու բանակի քեֆ էիր անում, որ դու գնայիր բանակ, ու մենք քեզի ծափողջուններով ուրախ քեզ ճանապարհում ենք, այսօր մենք միջոցներ ենք փորձում գտնել, վարկ ձևակերպել, որ մեր երեխուն բանակից կտրենք, չմեռնի։ Ախր Էրնեստ ջան, կներես 1000 անգամ։ Ոչ մեկ թող չնեղանա։ Պետք լիներ կմնայինք այնտեղ հավերժ։ Դա մեր պարտականությունն է։ Զինվորը տենց սիրուն բացինկեքով ու սենց նատովկեքով նստելու համար չի։ Այդ գողական ենթամշակույթը մոռանանք։ Դրա համար չի։ Զինվորը երբ որ ժամանակը գալիս է, իր մայրը իր թիկունքում նստած է, ինքը պետք է գնա մեռնի, որ այն ծնողը այնտեղ ապրի։ Ինքը պետք է գնա մեռնի, պաշտպանի իր հայրենիքը, եթե ուզում ես իմանաս նույնիսկ հերոսանա, որպեսզի այստեղ քաղաքացին կարողանա անվտանգ ապրի։ Մենք այսօր գոյատևում ենք ու դեռ համարձակվում ենք կասկադի կաֆեում նստած կոֆե խմելով կենցաղային դատարկություններից բողոքել, բայց այս երեխեքը սևացած այդ անձրևի տակ հրետանու այնտեղ նստած կռիվ են տվել։ Մենք իրավունք չունենք անարգել եռաբլուրում պարկած մեր եղբայրների հիշատակը։ Ուստի մեր ամբողջ պայքարը սա է։ Մենք այս ուճուր Հայաստանը մնալով պետք է այնպիսի մի հատ ուժ ձևավորենք, այնպիսի բռունցք ձևավորենք, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն։ Դա նորմալ է, բա չկռվեինք, բա զոհ չտայինք։ Հələ մի հատ նայեք ինչքան խոցված է այստեղ։ Սա խայտարակություն է։ Սա որ մի հատ խելացի ադրբեջանցի լինի հայերեն թարգմանի ու նայի, ինքը պետք է գնա հողը փորի մտնի տակ։ Նայում են, վստահ եղի նայում են։ Բարևում ենք ձեզ։ Ես ուղղակի էմոցիաներն այնքան շատ են,
հարգելիներս, որ միևնույնն է, որքան էլ փորձեն, ինչ որտեղից քամիները փչեն, փորձեն կոտրել, այսինքն տես, եթե այսքան տարի չեն կարողացել, փորձում են արդեն բոլոր ժամանակակից մեթոդներով, պրոպագանդա, այսքան շատ զոհենք ունեցել, այ սենց քու ասածն է, էլի փախնում են, դե դրա համար չեմ ուզում գնամ մեռնեմ։ Այսինքն այն գենետիկ կոդը, որը դրված է մարտիկի, ռազմիկի, լեռնցու, լեռնականի, այդ ուզում են արմատախիլ անեն, ուղղակի չի ստացվել։ Չենք թողնի, Էրնեստ ջան։ Ես ինչու եմ ասում, ես հասարակությանը չեմ մեղադրում։ Հասարակությանը ինչ տալիս ես, հասարակությունը էդ էլ ուտում է։ Իհարկե։ Ոստի պետք է կրթել, ինքնակրթվել, նաև լինել սամակրիտիչնի, այսինքն ընդունես սեփական սխալներդ։ Ոչ թե ասես, դե ռուսը սենց էր, էսի սենց, ոչ։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները, մեր ռեսուրսները մեզ բավարարում են, ես էլ դեռ չեմ խոսում մեր ինտելեկտուալ ռեսուրսի Ես մոդել ունեմ գծած, ավելին ասեմ, ինքս ինձ համար, քավլիցի, ոչ մի բանի ակնկալիք չունեմ։ Ունեմ մոդել գծած, ինչպես կարելի է եւ կրթության որակը բարձրացնել, եւ այդ պրոպագանդան օգտագործել, եւ էլիտար ստորաբաժանումներով հագեցնել զինված ուժերը, եւ ինչպես զինված ուժերի վարկը բարձրացնել, ստեղծելով, չէ՞ որ մենք իշխանական դասն է միշտ զինվորական եղել ու հարգված մասնագիտություն եղել, այսօր ինքը հարգված չի։ Եվ ես ունեմ մոդել, ինչպես կարելի է քաղաքապաշտպանությունը կազմակերպել, եւ ունեմ մոդել, ինչպես կարելի է ուղղակի մտավոր ներուժն օգտագործել։ Ու այդ ժամանակ հավատա, քեզ ոչ ոք չի խանգարելու։ Չէ, ես չեմ ասում հակահետախուզություն, բանագործակալական սանկցիա, դա նորմալ է, դրա դեմ պայքարի միջոցներն էլ գիտենք ոնց է, բայց եթե դու ունես կամք եւ ունես քո գծած քարտեզը ճանապարհային, որից հետո ինչին ես հասնելու, ինչքան էլ քեզ փորձեն խանգարել, դու պետական համակարգը, երբ որ մի ուղղությամբ է մտածում, սովորական հասարակ բնակիչը, ինժեները, բժիշկը, այն մեկը հասնում ես մի արդյունքի ու տեսնում ես, որ հետևը ինչ է։ Այո։ Իսկ ով ասում, որ Իսրայելում կոռուպցիա չկա, իհարկե կա, բոլոր տեղերում էլ կա։ Մարդկության ստեղծման օրվանից, երբ որ անցան բարտերի դեռ այն ժամանակ, բայց հրաները մի շատ լավ թեզ ունեն, ասում են ցանկացած լումա գողանալով Իսրայելից, դու 1 րոպե արագացնում ես Իսրայելի անկումն ու կործանումը։ Հիմա մենք ոնց անենք, որ մտնեն ստեղ երգը, էլի։ Պետական մակարդակով է դեպի։ Ախր պետական մակարդակով է դա։ Եկել ենք մենք այդ 30 տարի այդ պետական մակարդակն է, էլի, հենց խնդիրը։ Թե մենք մեր YouTube-ի ալիքով ինչ պետք է անենք, չէ, դե մենք էլի չենք հանձնվի, չենք վհատվի, մենք մեր սկզբունքներին վերևից Աստված էլ իջնի, մենք մեր սկզբունքներին դեմ չենք գնա, հաստատ։ Բայց դա մեր ուսերին չպետք է դրված լինի, դա հասարակ քաղաքացու YouTube-ի ալիքը զարգացնելով ու քարոզելով չպետք է լինի։ Դա պատկան մարմինները պետք է շահագրգռված լինեն, որպեսզի Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը սկզբից լինեն կրթված եւ հետո նոր լինեն անվտանգ, որովհետեւ մեկը մյուսի հետ է կապված։ Իհարկե։ Երկրորդ մասն ավարտեցինք, շնորհակալ եմ շատ, այսօր էլի ցավոտ թեմաների մասին խոսեցինք, հարգելի հետևորդներ, կարող ենք մոտավորապես ասել ինչի մասն է լինելու երրորդ մասը։ Այո։ Էրնեստ ջան, ես շատ չեմ ուզի իմ անձնակազմի սահմաններից դուրս գալը եւ հաջորդ մասում ձեզ անպայման կներկայացնեմ մի փոքր դրվագ հադրութից, որովհետեւ ես առնչվել եմ այնտեղ մի շատ կարևոր մարդու հետ, որը բանակում, եթե երկրորդ, երրորդը չէ, ապա 4-րդ մարդն էր։ Պաշտպանության բանակի մասին է խոսքը։ Ես պարտադիր պետք է հնչեցնեմ այդ մարդու անունը, իր արած սխրագործությունները, ինչպես նաև կխոսենք Թոզարանի խաչմերուկից, դա Հորադիզի մոտակայքում է գտնվում, Հորադիզ Քյանդ գյուղի մոտ։ Այնտեղ ցավոք բավականին մեծ կորուստներ եմ ունեցել, սակայն հսկայական քանակի կորուստներ ենք պատճառել նաև հակառակորդին։ Կխոսենք մեր երկրորդ գումարտակից, մեր անձնակազմից, ինչպես նաև Ֆիզուլու մարտական գործողություններից։ Այսինքն, եթե այս երկու հաղորդումը գլոբալ թեմաներին էինք նվիրում եւ այստեղ ցույց էինք տալիս այս հաղորդման շրջանակներում հակառակորդի խայտառակ կորուստները, երրորդ հաղորդումը արդեն կնվիրենք մարդկանց անունների եւ նրանց լոկալ գործողությունների, որտեղ որ մարդիկ իրենց անձամբ դրսևորել են։ Շնորհակալ եմ շատ, այսպիսի փոքրիկ անոնս հաջորդ թողարկման համար, եւս մեկ անգամ փառք մեր հերոսներին, մեր տղաներին, մեր զինված ուժերին, մեր ի վերջո կոտրել այս
ազգին բարդ է եւ դեռ խոսենք իհարկե այդ մասին, հարգելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, դրանով կարող եք աջակցել եւ կաջակցեք, նաեւ հավանեք, կոմենտներում անպայման գրեք ձեր մեկնաբանությունները, ձեր կարծիքները, մենք հնարավորինս պատասխանում ենք եւ ես եւ Էդուարդը, եւ նաեւ կարող եք աջակցել մեր ալիքին, նրան օգնելու համար կլինեն մեկնաբանություններում Patreon-ով կարող եք աջակցել եւ նաեւ դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն պրոդուկտներ ու ցանկանան գովազդներ, մենք նույնպես բաց ենք համագործակցության համար, իսկ մենք կհանդիպենք երրորդ մասի ժամանակ։ Շնորհակալություն։ Ամենայն բարիք բոլորիս։ Բոլորիս։